Դու կյանքիդ մեջ կմտածեր, որ ես քո ամուսինը կլինեմ։ Ես իմ կյանքում չէի մտածել, որ դու ամենաբացառված տարբերակն էիր։ Դու ունեի շատ հետաքրքիր, ճակերտավոր հետաքրքիր անցյալ։ Մանո, ես այնքան էշություններ եմ իմ կյանքում արել։ Այդ ինձ ես հիմա դու ասում։ Ես ճիշտ եմ։ Իրան դնում Աստծուց բարձր։ Տղամարդը ինչ որ անում է կնոջ համար։ 1 2 3 ни пуха ни пера։ Զբոգը։ Ողջույն, այսօր մենք ամուսիններով սկսում ենք նոր հաղորդաշար, երբ սերն է պակասում։ Այսօր շատերս որքան էլ որ կարող ենք հերքել այդ փաստը, բայց ինչ որ չափով ապրում ենք սոցիալական կայքերում։ Եվ երբ որ սկսում ես թերթել այդ սոցիալական ցանցերը, տպավորություն է, որ ամեն ինչ շատ գեղեցիկ է, ամեն ինչ շատ հիանալի է, դժվարություններ չկա, ամեն ինչ շատ պարզ է, կարծես թե ամսագրի շապիկում, բայց շապիկի ներսում կա մեկ այլ պատմություն։ Եվ այսօր մենք ուզում ենք ամուսիններով խոսել այն դժվարությունների մասին, այն խնդիրների մասին, որոնք առկա են յուրաքանչյուրիս կյանքում։ Մենք սովոր ենք ցույց տալ ամեն ինչ իդեալական ձևով, թաքցնելով մեր խնդիրները, մեր խնդիրները։ Մենք ունենք եւ վախեր, եւ ստրեսեր, եւ կասկածներ, որոնք շատ վարժ թաքցնում ենք, բայց դրանից մեզ թեթև լինում է թե չէ։ Ես կարծում եմ, որ մեզ թեթև չի լինում, ընդհակառակը մենք այդ ծանրությունների, այդ ստրեսերի վրա անընդհատ ավելացնելով, հետո գալիս ենք կանգնում ենք մի ջրբաժանի առաջ, որ դրանից հետո կարող ես գլորվել անդունդը։ Դրա համար ես կարծում եմ, որ այն անցած ճանապարհը, որ Մանո ջան, ես ու դու ունենք իրար հետ, իսկ դա քիչ չի, արդեն մոտավորապես 17-18 տարի է միասին ենք ու նաև մի քիչ գլուխ գովամ ասեմ, որ կարող ենք մեզ համարել կայացած ընտանիքներից մեկը, իհարկե Աստծո շնորհիվ ու ողորմածությամբ, ու կարծում եմ, որ պիտի կիսվենք մեր իմացածի ու չիմացածով, սովորենք ու նաև այն նամակները, որ ստանում ենք, որ մարդիկ ուզում են լսել, հասկանալ, թե մենք ոնց ենք ապրում, իսկ մենք ապրում ենք շատ սովորական կյանքով, ուղղակի կան մի քանի շտկումներ, որոնց մասին կխոսենք։ Դա կարծում եմ շատ տեղին է, որպեսզի մենք զրուցենք, մենք պայմանավորվենք մեր հանդիսատեսի հետ, որ մենք ուղղակի մեր փորձն ենք կիսվում, մենք ուզում ենք խոսել, հասկանալ, հասկացված լինել ու սովորել մեր հյուրերից, ովքեր մյուս մեր հաղորդումների ժամանակ լինելու են մեզ հետ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է խոսանք իրականության մասին, այն խնդիրների մասին, այն ճանապարհի մասին, որը մենք միասին անցել ենք, կիսվենք մեր փորձով եւ փորձենք մեր փորձով օրինակ ծառայել, թե ինչպես այն խնդիրները, որոնք որ ծագել են մեր ամբողջ ընտանեկան ճանապարհի վրա, ու ասեմ, որ դրանք եղել են բավականին շատ, բերել են մեզ այսօր մի կետին, որ ես վստահ առանց այդ ձևականության կարող եմ ասել, որ ես ինձ զգում եմ լիարժեք։ Մի քիչ երջանիկ բառը ես կարծում եմ շատ մեծ է, որովհետև շատ դեպքերում, երբ որ դու սկսում ես խոսել, որ ես երջանիկ եմ, ես ուրախ եմ, տպավորություն է, որ մարդիկ սկսում են քեզ չհավատալ, բայց բացի այդ տպավորությունից կա ոնց որ ասում է այլ կողմը, երբ որ մարդ ինչ որ բանին չի հավատում, դա ավելի շատ խոսում է իր ներսի մասին եւ հենց այդ անհավատությունն էլ իմ կարծիքով շատ դեպքերում առաջացնում է շատ խնդիրներ, որովհետեւ հավատքը կարծում եմ եւ ընտանեկան հարաբերությունների մեջ եւ աշխատանքային եւ ընդհանրապես Աստծո փոխհարաբերությունների մեջ կարևորագույն կետն է։ Այսինքն չէ ամուսնությունը ինչից է սկսվում։ Հավատքից ամենակարևորը դու քո ամբողջ կյանքը կապում ես ու վստահում ես մեկին ու պատկերացնում ես մի բան, որը որ չկա։ Այսինքն ինչ ես անում, դու հավատում ես։ Եվ մեր հարաբերությունների կարծում եմ ամենակարևոր կետը, հիմնամեխը հենց եղել է անձամբ իմ կողմից խոսեմ հավատը, երբ որ քեզ տեսնելով ես հավատացել եմ, որ դու հենց այն մարդն ես, ով կարող ես ինձ երջանկացնել։ Մեր հաջողությունը կարող ենք մենք արձանագրել, որ ընտանիքից է սկսվել ու նայելով այն ցավալի փաստը, որ մոտավորապես 40-ից 50% բաժանություններ են ու նաև մենք հարսանեկան ոլորտում մեծ ներդրում ունենք, եկավ այդ օրը ու կարծում եմ հրամայականն էլ
այն է, որ մենք պիտի պարտադիր խոսենք, որպեսզի մեր մի հաղորդումով, մեր մի փոքրիկ խորհրդով, մեր մի փոքր դիպվածով կարողանանք օգտակար լինենք երիտասարդներին, ինչու՞ չէ։ Մի շատ կարևոր բան եմ հասկացել, որ կա չէ այդ կարծիքը մեր հատկապես հայկական իրականության մեջ, որ ասում են երջանկությունը լռություն է սիրում եւ շատ դեպքերում, երբ որ քեզ մոտ ինչ-որ բան ստացվում է եւ ես գիտեմ մենք էլ որպես զույգ շատերի նյարդերին ազդում ենք, ճակերտավոր ասած, երբ որ սկսում ենք ցուցադրել մեր սերը ու շատ անգամներ եւ դու ես այդ նամակները ստանում եւ ես, որ ասում են դե հերիքա, հոգնացրեցիք, ինչ կան կարելի է, իրար գրկում եք, այստեղ գնացիք, այնտեղ գնացիք, բայց ես կարծում եմ, որ հենց այսօր կա դրա պակասը։ Նայեք, եթե դա լիներ ձևականությունը եւ ոչ անկեղծիները, դա ժամանակավոր է, դու չես կարա 1 տարի կարող ես խաղալ այդ դատարկ երջանկությունը 2-3, բայց մենք արդեն 18 տարի է միասին ենք եւ այն պահից սկսած երբ որ բացվել է այդ սոցհարթակը, մենք այնտեղ փորձում ենք գովազդանել ընտանիքը։ Ես կարծում եմ հարաբերությունների մեջ մեծագույն խնդիրը, երբ որ կին ու տղամարդը սկսում են մեկը մյուսի հետ մրցել, այսինքն յուրաքանչյուր խնդիրի ժամանակ մենք ունենք ընտրության հնարավորություն։ Սա իմ համար sense ոսկե կանոն է ու շատ տեղերում եմ ես արդեն ասել եւ եւս մեկ անգամ ուզում կրկնել, որ յուրաքանչյուր կռվի ժամանակ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ես ուզում եմ լինել երջանիկ, թե ուզում եմ լինել ճիշտ։ Խնդրում եմ բոլորդ ֆիքսեք այս պահը, որտեղ որ դու այդ հարցը քեզ տալիս ես, հավատացեք խնդիրների 90%-ը դու լուծում ես, երբ որ պարզապես դա շատ ինդիվիդուալ է։ Մեկի համար իր ճշմարտությունն է կարևոր, մյուսի համար իր երջանկությունը, ով է սխալ, ով է ճիշտ, ես կարծում եմ չես կարող ասել, բայց իմ համար միշտ կարևորը եղել է երջանկությունը եւ միշտ մեր խնդիրների եւ կռիվների ժամանակ ես ավելի շատ լռել եմ, նրա համար ոչ թե դու ճիշտ ես եղել, այլ նրա համար, որովհետեւ ես մտածել եմ, որ իմ համար կարևորը երջանկությունն է, իմ ներսի։ Դե բնականաբար հայկական իրականության հետ էլ պիտի հաշվի նստենք, որովհետեւ այդ իրականության մեջ ենք ապրում։ Հայր իշխանությունը բավականին բարձր մակարդակի վրա է դրված ու տղամարդը ասում է ես ոնց ասեմ, նենց պիտի լինի։ Ու տրամաբանորեն դրա հետ պետք է չի կռվել երիտասարդ տարիքում իմ մոտ էլ է այդպես եղել ոնց ես ասեմ դու չլսես հələ մի հատ հաց սարքի Իսկ հիմա ինչն է փոխվել։ Ես կասեմ կյանքն է փոխել ինձ այդ վախերը, այդ փորձությունները, կյանքի ճանաչողությունը իհարկե փոխում է, որի մասին էլի կխոսենք ու բնականաբար տեղից խնդրեմը սկսում է ամենամեծ սխալը գալիս է նրանից որ տղամարդը մտնում է կնոջ սահմանի մեջ ու փորձում է այնտեղ իր ճշմարտությունը դնել ու իր հիերարխիան պահպանել կինն էլ մտնում է ասում է ոնց ինքն էլ մտնում է տարածք տղամարդու այստեղ պետք չի առաջնային ու երկրորդային նայել այս ամեն ինչը երբ որ ամեն մեկը գիտի իր դերը իր դերի ու նշանակության մեջ ինքը առաջինն է եթե այդ բառը այդքան կարևոր է ես այդ բառը այդքան չեմ էլ կարևորում պետք է հասկանալ մի շատ կարևոր ճշմարտություն, որ այդ երկու էներգիաները, կին եւ տղամարդ, չեն ստեղծվել, որպեսզի մրցեն մեկը մյուսի հետ, այլ ընդհակառակը ստեղծվել են, որպեսզի դառնան մեկ ամբողջ, լրացնել մեկը մյուսին եւ լինի ոչ թե եսը, ես ասեցի, ես առաջինն եմ, այն պետք է ավելի շատ այստեղ իշխի մենքի գաղափարը, որովհետեւ հենց այդ թիմային աշխատանքով դու դառնում ես շատ ավելի ուժեղ, հզոր, երբ որ կարողանում ես քո եսը դնել մի կողմ ու ընդհանուր քո արժեքային համակարգը, քո գաղափարները կառուցել մենքի մեջ։ Եսը պիտի կարողանաս համատեղես ընտանիքի բոլոր եսերի հետ, որ դառնա մենք։ Որովհետև եթե եսը դնես մի կողմ, քո ասած այդ արժեքային համակարգը չի ունենա։ Բնականաբար ամենակարևոր բանը, որ փոխհարաբերությունների մեջ շատ կարևոր է հարգանքը, այսինքն սիրել իմ կարծիքով Մեր ամենամեծ թերությունը ո՞րն է, չլսել իրար։ Այդ միանշանակ։ Ես էլ եմ օրինակ այդ թերությունը։ Երբ որ մենք լսենք իրար, այդտեղ յուրաքանչյուրի եսը որպես մենք է աշխատում։ Բայց հարցն չի չենք լսում մենք իրար։ Որովհետև մեր եսը menքից թանկ է։ Մեզ թվում է մենք լսելի լինենք։ Լսելի լինենք, բայց շատ կարևոր բան է։ Դու ուզում ես լսելի լինես, բայց նաև այստեղ մի կարևոր բան կա, դու դիմացինին էլ պետք է լսես։ Որ դա ամբողջանա, թե չէ որ դու ասում ես, եթե դու ասում ես ու այն մարդը չի լսում, քո ասածը կոպեկի արժեք չունի, այսինքն նշանակում է դու ինչ ես անում։ Դու ոչ մի բան չես անում, դու հարց խնդիր չես լուծում։ Դու ուզում ես, չէ, որ ուզում ես լսելի լինես, ուրեմն ուզում ես որ լսողն էլ լինի։
Դե ուրեմն իր ասածներ պիտի լսես։ Նայ, մենք Դա 15 պինգ-պոնգի էֆեկտն է։ Եթե պինգ-պոնգի էֆեկտը չեղավ, ուրեմն իմացի որ քո եսը ինչ ասեմ, Դե բայց այդ որ ասում ես պինգ-պոնգը, այդ դիմացի խաղացողը էլ պետքա հակահարվածը քեզ ճիշտ տա։ Մենք 15 տարի եղել ենք հարսանեկան ոլորտում, հազարավոր զույգեր, հազարավոր պատմություններ։ Միշտ հիշում եմ այն կարևորագույն մտքերը, երբ որ նորապսակները ընտանիքի հետ առաջին քայլերն են կատարում, ասում մենք իրար այնքան նման ենք։ Ես կարծում եմ դրա տողատակում կա շատ մեծ խնդիր, որովհետև հենց այդ նմանը նմանի շատ դեպքերում չի ձգում։ Մենք երբ որ ընտրում ենք մեզ կյանքի ընկեր, երկրորդ կես, պետք է հասկանանք, որ սա իմ կարծիքն է, որ սիրել ոչ թե նշանակում է գտնել քո նմանին, այլ ընդհակառակը սովորել, այդ բառը շատ կարևոր է, սովորել ապրել մեկի հետ, ով քեզանից տարբեր է։ քեզից տարբեր։ Եվ հենց այդ տարբերության մեջ, հա, ասենք պլյուս, մինուս, զանգակ, բամբակ։ Դու կյանքիդ մեջ կմտածեր, որ ես քո ամուսինը կլինեմ։ Ես իմ կյանքում չէի մտածել, որ դու ամենաբացառված տարբերակն ես։ Դու էլ իմ համար ի դեպ ասեմ։ Բայց ինչի մենք ընտրեցինք իրար։ Որովհետև մեկս մյուսի կարիքն ունենք, տարբեր ենք։ Ինչի կարիք ունեիր դու։ Քո հանգստության, քո հավասարակշռության, Ես էլ կարիք ունեի քո էներգիայի, քո արագության։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք ուզում ենք մեզ նմանացնենք մեր կեսին, մեր ուզածով անենք։ Մեզ հետաքրքիր չի մեր ուզածով անել, ախր պիտի դա հասկանանք։ Գիտակցաբար վերևը հուշում է, որ չէ, պիտի դու իշխես, բայց ներսը դա չի ուզում։ Այդ դրա վրա պիտի աշխատենք։ Դրա համար որտեղ է խնդիրը, որ վերևից, այստեղից պետք է իջնել այստեղ։ Հիմա երբ որ ես փորձում եմ բացել իմ անցած ճանապարհը, ես հասկանում եմ, որ ես պարզապես այստեղից իջա այստեղ, որովհետև ընտրեցի մի մարդուն, ով որ բացարձակ իմ կներես, իմ պատկերացումների հետ, իմ երազանքների հետ, թե ոնց էի պատկերացնում, թե սկսած արտաքինից մինչև ներքինը, ոչ մի բան իմ ուզածով չէր։ Բայց ես հիշում եմ այդ օրը, որ ես աղոթք արեցի ու Աստծուն խնդրեցի, որպեսզի ոչ թե իմ կամքը լինի, այլ լինի այնպես, ինչպես որ ճիշտ է։ Լինի այն, ինչ որ ինքը իմ համար նախատեսել է։ Դե նայ, հիմա ոնց կարող ենք հասկանալ դա Աստծո կամքն է, թե Աստծո մի քիչ էլ հա, այդ թեմայի շուրջ մենք շատ ու շատ հետաքրքիր ունենալու ենք։ Ես լսեցի իմ սրտին, ու երբ որ ինձ հարցնում էին, լավ, մանո, 3 չեմ ասում, ասա ընդամենը 1 պատճառ, ինչի համար դու ուզում ես քո կյանքը կապել այդ տվյալ մարդու հետ, ես ասում եի պատճառ չկա։ Ես ուղղակի ուզում եմ, ես ուղղակի հավատում եմ, ես ուղղակի տեսնում եմ, ինչպես ասում են, թունելի մեջ այն լույսը, որին որ ես պետք է գնամ ու այնտեղ ինձ մի հատ շատ հետաքրքիր ու նոր աշխարհ ասպասում, որովհետև երջանկությունը շատերին թվում է, որ պետքա սեն սիրուն սկուտեղի վրա բերեն քեզ մատուցան, այն ինչ որ արագ է տրվում, այն ինչ որ հեշտ է տրվում, այդտեղ դուք միշտ մի պահ կանգ առեք ու հասկացեք, որ հաստատ դրա մեջ ինչ որ մի գայթակղություն կա, որովհետև երջանկության, ճշմարտության, լույսի ճանապարհը ինքը հեշտ չի։ Ու իդեպ ես քեզ ասեմ մի շատ կարևոր բան։ Մենք երբեմն ուզում ենք տեսնել այն, ինչ ուզում ենք տեսնել, բայց սերը, երջանկությունը, միությունը, ճակատագրական խաչմերուկներից ձախաճ թեքվելը կարող է սպոնտան բառերից ու նախադասություններից ու գործողություններից գան։ Այսինքն մենք որոշում ենք, չէ, հիմա ինչ պիտի ասենք, որ մեկ էլ կարող է մի բառ ասեմ ես, որը իսկի չէ մտածի որ կասեմ, ես համոզված եմ այդպիսի մի քանի բառերի պատճառով ես դու ինձ սիրել։ Դու հասկացել կամ արարքի կամ զգացողությունը, գործողությունների, նույնը դու, նույնը հակառակը, որովհետև մենք երբեմն մտածում ենք, որ սա է ճիշտը, բայց այդ Աստված չի տալիս, ասում ըստ քեզ քո ողորմելի ուղեղով դու ստեղծում ես կանոններ, բայց ես տալիս եմ այն, ինչ քեզ պետք է։ Այո, շատ հաճախ մենք էլ չէ, ինչ որ բան ենք խնդրում, բայց արդյոք այն ինչ որ խնդրում ենք, ուզում ենք, դա է մեզ պետք։ Ու երբ որ դա չի լինում, մենք սկսում ենք մեզ գալ, որ մենք աշխարհի դժբախտն ենք, մեզ մոտ ոչինչ չստացվել, ու շատ հաճախ խնդիրը կանում անտեղ, որ մենք սկսում ենք մեղադրել դիմացինին։ Ես այս վերջերս ստատիստիկա էի կարդում, որ ասում են, որ ամուսնությունների 99%-ը փլուզվում է այն պատճառով, որ երկու ճակերտավոր հիվանդ հոգիներ հանդիպում են իրար ու դիմացինը մտածում է, որ դիմացի մարդը կլուծի իր բոլոր խնդիրները
Մյուսն էլ մտածում է, որ ինքը կլուծի եւ ինչ է ստացվում։ Երկու հիվանդ մարդիկ պատասխանատվությունը գցելով դիմացինի վրա ունենում են ինչ-որ մի ակնկալիք, սպասում, որը շատ դեպքերում է շատ ախանգարում, չստանալով այն ինչ-որ որ սպասում էին, լինում է խնդիր, խնդիրներ բերում է ինչի բաժանման։ Այսինքն սպասելիքները շատ դեպքերում համաձայնվի, որ մեզ շատ են խանգարում, երբ որ ես սպասում եմ, որ իմ գլուխը օրինակ ցավում է ու ամուսինս պետքա գա ու ինքը դա պետքա զգա ու հասկանա, բայց ամուսինը շատ զբաղված է, հոգնած է, չի նկատում, չի տեսնում, չի հարցնում, մենք սկսում ենք ստրես տանել։ Բայց մինչդեռ դա գալիս է սպասելիքի, թե դու ինչ-որ մի բան ուզում ես, քեզ նկատեն, քեզ լավ խոսքեր ասեն, պետք է կարողանաս խոսել եւ մարդուն ոնց որ ցույց տաս քո ինքնությունը, որ դիմացին իմանա դու ինչ ես սիրում, ոնց չես սիրում, հատկապես ինձ թվում է կանանց մոտ է, քանի որ մեր մոտ զգայական աշխարհը շատ ավելի խորքային է, մեզ միշտ թվում է, որ մեզ կհասկանան, մեզ կզգան, բայց եկեք ուտեսեք, որ տղամարդիկ չեն հասկանում, չեն զգում, ոչ թե անզգայական են, այլ իրանց մոտ այդ ամեն ինչ ուրիշ ձև է։ Չէ, արի այստեղ հստակեցնեմ, տղամարդկանց մոտ իհարկե ուրիշ կերպ է, հենց դա էլ կապում է կին տղամարդ հարաբերությունները, դա ստեղծում է մի ամբողջություն։ Դու նշեցիր, որ գլխից իջնում է սիրտ, չէ՞։ Պատկերացրու տղամարդն էլ իջնի մենակ սիրտ լինի, երկուսով սիրտ լինի։ Այսինքն ուղեղը պիտի աշխատի, չէ՞։ Ուղեղը պիտի աշխատի։ Հիմա էլի առաջի երկրորդ որ անեմ կգրեն, բա մանավանդ, չգիտեմ, կանայք, որոնք մի խոսքով հարգելի կանայք գնացինք առաջ։ Հիմա տես իմ համար ընտանիքը ոչ թե սենց է իրար հավասար բոլոր, այլ սենց է, իրար հետևից։ Այսինքն հետևից դու էլի հերթականություն ես դնում։ Տես, հերթականություն միշտ էլ կա, հավասարություն գոյություն չունի, դա միֆ է։ Մի վարքան, ինչպես դեմոկրատիա։ Խոսում էինք հավասարության մասին, ես հավասարության մասին չի խոսում, ես ասում եմ ամեն մեկը իր տեղում է, իր դաշտում է առաջին։ Ամեն մեկը իր տեղում է։ Հա, բայց այստեղ դա հավասարություն չի։ Ֆունկցիա։ Ֆունկցիան ինչ է կատարում, տես, շատ հետաքրքիր բան, ամեն մեկը իր ֆունկցիան ունի։ Ինչի է սենց ու ինչի է տղամարդը սկզբից գնում, շատ կարևոր բան։ Ընդհանրապես տղամարդն ով է, տղամարդը ինքը պետք է պաշտպանի իր ընտանիքը։ Ինքը վերցնում է որսորդի դերը, պաշտպանի դերը, հետևողի դերը, որ տեսնի, որ ամեն ինչ անվտանգ է։ Այսինքն այդպիսի մարդիկ, այդպիսի ֆունկցիա կատարող երևույթը որտեղից պիտի գնա սկզբից։ Դիմաց։ Մեծ շատ լավ խոսք է դրա հետ կապված, որ ասում է տղամարդը ընդհանուր իր ամբողջ գործողությունները ավելի շատ աշխարհի համար են, այսինքն տղամարդը տանողն է, այսինքն Ես աշխարհին դնենք մի կողմ, ես հիմա ընտանիքից եմ խոսում։ Հիմա ինչ եմ ասում, ես կարծում, որ տղամարդը պիտի դիմացից գնա, որտեվ իր ֆունկցիան պաշտպանելն է։ Իսկ եթե դու պաշտպանել աշխարհից շրջապատից, ավելի ֆունկցիան ավելի դեպի ներս է, ավելի դեպի ընտանիք, նշանակում է, որ սա չի աշխատում, սա է աշխատում։ Տղամարդը իր կրծքով գնում է առաջ, պաշտպանելով, հետևելով, ուսումնասիրելով, ինչ որտեղ նաև ուղեղով սթափ մտածելով, բայց եթե այդ դեպքում տղամարդը մի քիչ էլ սրտին է կարողանում լսի, այդ իդեալական է, որտեղ ստեղ է սրտում է Աստված իմ համար։ Իսկ հետևից կինը շատ կարևոր ֆունկցիա է կատարում։ Օգնում է տղամարդուն առաջ գնալ, սիրելով, շոյելով, սնուցելով, ու կնոջ հետևից էլ երեխաները, չէ՞ որ երեխաները գալիս են ճիշտ ընտանիք իմ համար, որ երեխաները կապված լինեն իրենց մոր հետ։ Իսկ մայրն էլ դրա մասին զեկուցի հորը։ Իսկ հայրն էլ Աստծուն։ Դա այնքան սիրուն է այդ հերթականությունը, չտեսնված ներդաշնակությունը, բայց չգիտես ինչի մի հարցազրույցի ժամանակ ես դրա մասին խոսեցի, կանայք այնպիսի կոմենտներ գրեցին, ես զարմանում եմ, ախր դա գեղեցիկ է, եթե դուք մի ձեր աչքերը փակեք ու տեսնեք այդ գծագիրը թե ոնց են շարժվում իրար հետևից, դա աստիճան է, դա վերև է բարձրանում։ Դա շատ լավ խոսք է, չէ՞, հենց Աստվածաշնչում, որ տղամարդը դա գլուխն է եւ կինը պետք է գնա ոնց որ այդ գլխի հետևից, բայց շատ կարևոր է այդ գլուխը ում է ենթարկվում։ Երբ որ կա այդ քո ասած ճիշտ հերթականությունը, ենթարկվում է Աստծուն։ Հենց այդ է, երբ որ տղամարդու գլուխը ենթարկվում է Աստծուն, արդեն ինքնաբերաբար կինը գնում է այդ տղամարդու հետևից։ Նույն եկեղեցում, հա, երբ որ խոսում ենք Տեր եւ հնազանդի մասին, հիմա ես այս վերջերս լսեցի եւ շատ զարմացա, որ ասում են շատ տեղերում, ոչ Հայաստանում, որ այդ մասը հանել են։ Էլ շատ կանայք ասում են մենք չենք ուզում ասենք հնազանդը, դա իմ համար շատ ուրախ եմ, որ դու ես որպես կին այդպես այդ հարցը բարձրացնում, որովհետեւ այդ հնազանդություն ասելը դա ես կարծում շատերը դրա իմաստը խորապես չեն կարողանում հասկանալ։ Կանայք բառերից են կախվում, չեն գիտակցում իրենց հզորությունը։ Իրենք ծնողն են,
ծնող, կյանք տվողը, կյանք արարողը։ Խոսենք այն խնդիրների մասին, որոնք մեր կյանքում եղել են, եւ ես ասեմ իմ կարծիքը, դու քո կարծիքը հասկանանք ինչպես ենք կարողացել լուծել եւ այսօր գալ այն կետին, որ կարող եմ ասել 80%-ով մեր ընտանիքում sense խաղաղ վիճակ է, իսկ թե ինչի միջով ենք մենք անցել, ինչերի միջով եմ ես անցել, դա քիչ-քիչ կբացենք։ Այստեղ ես հաստատ չեմ կարող ասել նույնը ես ինչերի միջով եմ անցել, որովհետեւ այնինչ տվել է իմ կյանքի կեսը, ինձ դա միայն օրհնություն է։ Հիմա ես եմ քեզ հարց տալիս։ Սեր ասվածը քո կարծիքով ժամանակի ընթացքում պակասում է, թե ավելի շատ փոխակերպվում է եւ ինքը տարբեր ոնց որ этаպներ է անցնում եւ գալիս է ավելի գիտակցական, ավելի ոնց որ իմաստության հարթակի վրա, որ դու սկսում ես հասկանալ, որովհետեւ կյանքում ամենահրաշալի վիճակը, որը մարդ կարող ունել, որ դու ինչ-որ բան հասկանում ես, որովհետեւ շատ դեպքերում հակադրությունները, կռիվները, կոնֆլիկտները գալիս են, որ չենք հասկանում, ես չեմ հասկանում, դու ինչ ես ուզում ինձանից, դու չես հասկանում, ես ինչ եմ ուզում, բայց երբ որ նույն այդ կռվի ժամանակ, որտեղ որ նաև գնում է այդ լսելու կետ, իրար հանդուրժելու, հարգելու, գալիս է այդ կարևորագույն բառից, ես քեզ չեմ հասկանում։ Հենց այսօր ընկերուհիներիցս մեկի հետ խոսում եմ, որ ասում է 17 տարի ապրել եմ շատ դժբախտ, շատ տոքսիկ, վատ հարաբերությունների մեջ, ասում եմ, բայց լավ 17 տարի Որն էր պատճառը, որ դու հանդուրժում ես այդ հարաբերությունները, ասում դե չի ուզում, որ ընտանիքը փլուզվի, այսինքն ընտանիք ասված այդ կառույցը, այդ կարծրատիպը, որը մեր բոլորիս հայի գենետիկայի մեջ դրված է, մենակ նրա համար, թե ինչ կասեն, բայց ոնց կարաս դու ընտանիքը քանդես, մարդիկ իրանց ամբողջ կյանքի մեծամասնությունը ապրում են մի մարդու հետ, իրար չհասկանալով։ Եթե մենք անցյալի հետ ենք համեմատում ներկան, այդ ճիշտ չի։ Որովհետև այն ժամանակ ծնողները զորով ամուսնացրել են առանց հարցնելու երեխաների։ Դե չէ, հիմա ժամանակները փոխվել է։ Հիմա համոզված են, որ իրենք սիրելով ամուսնանում են։ Մեծ մասը սիրելով ամուսնանում։ Համենայն դեպս այդպես է կարծում։ Այսինքն զգացմունքը կա։ Աստված իրենից դրել է իրանց մեջ, որովհետև իմ համար խորին համոզմամբ, եթե էլ սեր չկա, ուրեմն Աստված չկա քո մեջ։ Այդ պահի դրությամբ այդտեղ Աստված չկա։ Ուրիշ խնդիր է։ Այսօր տես ամեն ինչի հանդեպ պիտի կրել պատասխանատվություն։ Այո։ Ամեն ինչի հանդեպ, նույնիսկ սիրո։ Այն որ ասում են Աստված սերն է քեզնից բարձր է, ինքը կգնա, դու տրվիր, չկա, ամեն ինչի համար տրվում է պատասխան, ինչպես մեր սիրելի Սարգսակ Վահենը ասում, որին շատ հարգում եմ, ասում է դա նման է սուպերմարկետի, դու ինչ առևտուր անես, վերջում դրամարկղ ես գալու ու վճարելու ես։ Հիմա մենք պիտի մեզ հարց տանք, ինչի թուլացավ այդ ամեն ինչը։ Ոչ թե նրա համար, որ այլ դու ինքդ ամեն ինչ արեցիր, որ Աստված ձեր միությունից գնա։ Ամուսնությունը դա երկուսի գործոն չի, երեքի գործոն է։ Այո, սուրբ Ինչպես երրորդությունը, կին տղամարդ Աստված։ Այդ կապը օրհնվում Աստծո կողմից ու ինքը միշտ քո ընտանիքում պիտի լինի։ Okay, բայց օրհնվում է 90%-ը մտնում են եկեղեցի, այդ արարողությունը կարծում եմ յուրաքանչյուրներ ինչ որ չափով գիտակցված կամ միգուցե անգիտակցված, չգիտեմ, բայց այսօր բաժանությունների թիվը գնալով ավելի շատանում են, նույնը մեր շրջապատում կային շատ ու շատ զույգեր, որը ինձ համար sense ունեին իդեալական պատկեր, բայց հետո տեսնում ես, որ ներսում մի հատ ամբողջական քաոս է։ Ինչն է դարձել խնդիրը։ Խնդիրը ինչու՞մ է դարձել, որով էլի մենք գալիս ենք ամենասկզբից։ Մենք սիրուն նկարների համար ենք անում ամեն ինչ։ Մենք գալիճկա դնելու համար ենք անում։ Մեր մոտ էլ է, չէ՞, տենց եղել, որ մենք իրար հետ շատ կռված ենք եղել, բայց sense սիրուն ֆոտո ենք գցել, ինչի։ Համարյա չի եղել։ Բայց եղել է։ Չի եղել, գրեթե չի եղել։ Իմ հարցում չի եղել, քո հարցում եղել է։ Ես չեմ կարող ստեմ։ Երևի դա է պահել։ Իհարկե, դու հիմա պատասխանատվությունը գցեցիր ին վրա, որովհետև շատ դեպքերում, օրինակ, իմ մոտ ես ավելի շատ իմ մասին եմ խոսում, դու ավելի շատ ընտանիքի։ Տես, ես իմ կարծիքն եմ ասում, ինչի է պահպանվել։ Ու նայեք, այստեղից գալիս է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ինձ սկսում են սխալ ընկալել, միջև այն պահը, որ առերես իմ հետ ծանոթանում եւ հիմա մենք մեր մասին ենք պատմում, մեր մասին չեմ, ես ասում եմ մենք կարծիք ինչ որ կա։ Երկուսից մոտ էլ եղել է։ Հայ իհարկե, մենք երկուսս էլ, բայց մենք երկուսս աշխատել ենք, որ լավ։ Հələ ինչի համար է մարդը սկսում ստել, ո՞րն է պատճառը։ Այսինքն երբ որ դու գիտես,
դու ներսից տխուր ես, բայց ուզում ես ցույց տաս, որ ինչքան երջանիկ, որն է քո կարծիքով պատճառը, որ մենք ավելի շատ ոչ թե մտածում ենք մեր ներսի մասին, լավ ոնց անեմ, որ այս խնդիրը լուծեմ, այլ այդ պահին ուզում ենք բոլորին ցույց տալ, որ մենք շատ ուրախ ենք եւ շատ երջանիկ։ Ինչի՞, չէ՞ որ ինչ-որ մեկը մեզ չի ստիպում։ Մենք թաքցնում ենք մեր կոմպլեքսները, մարդը չի առերեսվում իր սխալների հետ, մարդը մինչև կներես է ասում։ Կյանքի կեսը գնում է, հենց այդ ամենամեծ դժբախտությունն է։ Ես ճիշտ եմ, իրան դնում Աստծուց բարձր։ Ես ճիշտ եմ, ես կարամ, իմ որոշումը ամենաանթերին է։ Ու մինչև դու այս բաժանությունների ու այս եսերի մեջ չենք էլ տեսնում այն դուռը, որտեղ Աստված կանգնած, սպասում է մեզ, ասում է՝ «Այ տղա, բաց»։ Ծեծի եւ ես Բաց։ Ինչ կատարվեց իմ հետ, մանո։ Արի պատմենք ինչ կատարվեց։ Ես էլ տոքսիկ մարդ եմ եղել ու հիմա էլ դրա դեմ չասեմ պայքարում եմ։ Ես գիտակցված գնում եմ փոփոխությունների, որտեղ պայքարելը դա մի ուրիշ չարիք է։ Այս դեպքում, որովհետև պայքարելով դու զսպում ես, իսկ զսպելը ինքը հավաքվում է, հավաքվելու ունակություն ունի։ Եթե դու մի բան զսպում ես, ինքը անընդհատ հավաքվում ու չի դուրս գալիս։ Էներգիա է, որը կուտակվում է ու կարա տա պայթացնի։ Դրա համար գիտակցաբար պիտի գաս դրան։ Ոնց ես ծխելը թարգեցի։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ասել, որը էլի մեր փոխհարաբերությունների, չես մոռանա, բայց հենց դրա հետ եմ կապված ասում, երբ որ շատ դեպքերում դու ունենում ես տենց կռիվներ ինքդ քո մեջ, ասում ես ես զսպում եմ, այսինքն օրինակ զսպում եմ իմ ջղայնությունը, զսպում եմ, որ ուզում եմ Ապա հիմա դրա մասին եմ պատմում։ Բայց ես ինչ էի քեզ ասում։ Լավ է իրանում, դե հիմա թող լսեն, ասեն, պատմեմ թե ոնց է։ Դե հենց այդ այսքը պետք չի հակառակվել այդ էմոցիան, երբ որ դու զսպում ես, ինքը հետագայում նորմալ չէ լինի, ես պատմեի ամբողջը լսեին, բայց պատմում։ Այո, կարելի պրոստը հանդուրժեր, ես իմ խոսքը ասեի, շարունակի։ Դու բացատրում ես, ես պատմություն եմ պատմում, ոնց եմ եկել հասել ես ամեն ինչի։ Դա ավելի հետաքրքիր է, քան դու թեորեմն ես տալիս։ Վերջնակետն էիր ասում։ Դուք գրեք մեկնաբանություններում ձեզ հետաքրքիր է լսել պատմությունը, թե վերդիկտը։ Հիմա կարող է 5 հոգու մոտ հետաքրքրի պատմությունը 5 հոգու։ Նախ ես վերդիկտը չի ասում։ Ես ընդհանուր process-ն եմ ասում, թե ինչ էի քեզ ասում, որ ասում էի յուրաքանչյուր էմոցիա, որը մարդու մեջ կա, օրինակ չգիտեմ, դու ինքդ ավելի ակտիվ անձնավորություն ես, չէ՞։ Ասում պետք չի, երբ որ կամ թեկուզ այդ ջղայնությունը քո մեջ գալիս է, պետք չի իրեն զսպել։ Այս կերպ զսպել նշանակում է հակառակը։ Ես ուզում ասեմ, որ ես էի քեզ դրա մասին ասում, այդքանը։ Լուրջ ես խոսում։ Չհասկացա։ Հիմա որտեղից սկսեմ շարունակել։ Չի հասկանալ, շարունակի։ Այս է կինը, տղամարդը պիտի հասկանա, որ կնոջ հետ ուղակի վիճել պետք չի։ Այո։ Հա, շատ կարևոր է։ Հենց դրա մեջ էլ իր առանձնահատկությունն է։ Մի խոսքով։ Հիմա մենք ինչ տոտալի կռիվ եք տալու։ Մենք այսօր սկզբից չասացինք, որ լինելու ենք չափազանց անկեղծ։ Այո։ Ծխելը ինչպես թարգեցի։ Ինչպես։ Ուղղակի հասկացա, որ դա ինձ վնասում է։ Ու մի անգամից թարգեմ, ինչև այդ ուզում էի թարգել, էլ երթում էր պատահ։ Եկա դրան։ Հիմա հազարավոր մարդիկ այսօր ունեն այդ խնդիրը, որ հա հասկանում են, նույնիսկ նայում ես տուփի վրա մեծ տառերով գրված է շատ վատ ու տհաճ նկար է, բայց մյուսից նայում են, վերցնում են ու ծխում են։ Ես եկա դրան։ Իսկ ոչ թե հասկացել եք, գիտակցեցի։ Գիտակցեցի, դե հասկանալը նույն գիտակցելն է։ Չէ։ Ոնց չէ։ Իսկ գիտակցելը ավելի բարձր level է։ Լավ, մի սանտիմետր թող էս կողմ են կողմ լինի, բայց երևույթը նույնն է, մարդիկ չեն հասկանում, դրա համար են սխալներ գործում։ Գիտակցեցի, որ դա ինձ վնաս է։ Գիտակցեցի ես քանի տարեկան եմ։ Ես գիտակցեցի, որ իմ երեխաներին պետք եմ երկար։ Ես գիտակցեցի, որ իմ վրայից վատ հոտ է գալիս։ Այդ ամեն ինչը հատ առ հատ գիտակցեցի։ Այդ կարանք այդտեղ մի շատ կարևոր բան հասկանալ, ոչ թե գիտակցեցիր, այլ պատասխանատվություն վերցրեցիր ինքդ քո վրա ու այն մարդկանց վրա, ովքեր քեզ են նայում ու քո հետևից են գալիս։ Գիտակցեցի։ Եթե գիտակցում ես, այդ ամեն ինչը իր հետևից գալիս է, միանշան է։ Ոնց ես հանգստացա ինչ որ չափով, որովհետև պանիկատականներ ունեի, հիշում ես, ասենք, Ամերիկայում ինչ էր հետս կատարում, գրեթե ամեն օր մահանում էի։ Ովքեր չգիտեն, այդ պանիկատականների հիմքում ընկած են այդ բոլոր սիմպտոմները՝ ինսուլտի, ինֆարկտի, շնչահեղձության։ Ոնց եղավ։ Ուզում եմ ասել, սրա մասին չեմ խոսացել, որ ահա որ վատ էի, ու քեզ էլ խնդրեցի, որ օգնես ինձ։ Թվում էր թե ամեն ինչ լավ էր, բայց ես իմ տեղը չէի գտնում։ Ու ոնց է գալի Աստված քո կյանքում ու ոնց է այդ գիտակցությունը մտնում քո մեջ Աստծո միջոցով։ Ամեն ինչ Աստծո միջոցով է մտնում։ Ինքը ճիշտ տեղում քեզ ուղարկում է SMS։ SMS բառից բուն իմաստով չէ։ Ուղղակի դու այնքան ուշադիր պիտի լինես ու աղմուկից հեռու, որ դու կարողանաս դրանք ընթերցել։ Այդ պահին, որ ես ամենաշատն էի ուզում գտնեի,
ճանապարհը։ SMS եկա, որ աղջիկներից մեկը Աստվածաշնչյան ընթերցումների մեր առաքելական եկեղեցու գրեց Սարգիս կարող է այսօր ժամը 3-ին ուզենակ գաք Աստվածաշնչյան ընթերցումների։ Հենց այդ պահին, ոչ թե 5 րոպե հետո, ոչ թե մի ժամ առաջ, այստեղ գալուց առաջ աղոթելուց մեկ էլ խոսում եմ, աղոթում եմ, մեկ էլ լսում եմ, որ մի բառ եմ ասում։ Մի բառ է գալի, որ անընդհատ ասվում է։ Եվ որն էր այդ բառը։ Ես հասկացա, որ դա Աստված է ինձ ասում։ Որն էր այդ բառը։ Բաց թող։ Այսինքն ես ուրիշ բաներ եմ ասում ու դա էլ իր հետ գալիս է, բաց թող։ Ստոպ տվեցի, ասեցի, ով ասում բաց թող։ Եթե ես եմ ասում, ես կասեմ բաց թողեմ։ Ես ոնց որ ինքս ինձ այն մյուս թեմաների մեջ նաև ասում եմ բաց թող։ Այսա պիտի լսենք։ Այսա չենք լսում, որովհետև այդտեղ էլ է մեր SMS խանգարում։ Դե եւ այդ Մենք ուզում ենք լսելը ասենք, որտեղից է գալիս։ որովհետև բաց թողելուց, երբ որ դու ուզում ես, ամեն ինչ սկսում է ուզելուց, շատ ուզես ամեն ինչ, շատ ուզես։ Ուրեմն այդ դեպքում կարա հակասություն լինի, ով չի ուզում լինել երջանիկ։ Չեն ուզում, հավատա, չեն ուզում։ Ուզելը խոսքը չի, եկեղեցի գնալը location-ը չի։ Ուզես պիտի։ Դա ուրիշ բան է, սրտով, հոգով։ Ուզելը ինչ որ չափով օրինակ քո համար գործողության հետ կապ ունի, ուզել նշանակում է դա գործողության է, դու ինքդ քո հետ կապ ունի։ Նստել եմ, ուզում եմ սակո, ուզում եմ այդ սուրճը խմեմ։ Ուզում ես վերցրու խմի։ Այսինքն գործողություն պետք է լինի ուզելու մեջ։ Գործողությունը այդ հետո է, երկրորդական։ Դա երկրորդականը չի, դա ամենակարևորը, որովհետեւ ես չեմ կարծում, որ այս աշխարհում կա մեկը, որ ես ինչ ասեցի չի ուզում լինի երջանիկ։ Դրանից առաջ ինչ ենք խոսում, գիտակցել։ Այդ գիտակցությունն է տանում գործողությունը լինելու է գիտակցությունից հետո։ Եթե ուզում ես նորմալ։ Հակառակը գիտակցությունը ծնվում է գործողության process-ի ընթացքում։ Ես ուզում եմ։ Ահա։ Դա իմ միջով պիտի անցնի, ես պիտի գիտակցեմ այդ ամենը։ Okay, գիտակցել։ Գիտակցելուց կծնվի գործողությունը ու կգնա ինքն իրան ճանապարհ։ Այսինքն գործողության ընթացքում ընդհանրապես մարդուն օրինակ յուրահատուկ դարձնում է իր անցած ճանապարհը։ Հիմա եթե ես նստեմ ու սկսեմ ստեղ, չգիտեմ, խոսել ընտանիքի արժեքներից, կնոջ առաքելության մասին, բան, եթե դիմացս մի հատ խելացի մարդ լինի, օրինակ կհարցնի, կներեք, տիկին ջան, աղջիկ ջան, օրինակ դուք ամուսնացած եք, օրինակ ես ասեմ ոչ։ Այդտեղ կարելի է թեման միանգամից փակել։ Այսօր, նայեցեք, սոցիալական հարթակները ամեն մի երկրորդին որ թերթում ես, մեր նման խորհուրդ են տալիս, սենց արեք, որ սենց լինի, երջանիկ լինելու համար սենց, ամեն մեկը հազարավոր ճանապարհ է քեզ փորձում ցույց տալ, բայց շատ կարևոր մի բայց կա այդտեղ, մարդուն դու ճանաչում ես ըստ իր անցած ճանապարհի եւ ըստ պտուղների, ես երբեք չեմ կարող լսել ինչ որ մեկից խորհուրդ ընտանիքի վերաբերյալ, եթե այդ մարդը չունի այդ ընտանիքը եւ չունի այն ապացույցը, որ ես տեսնում այդ պատկերը, այսինքն ամեն ինչ ոնց որ փուչիկի պես շատ ճիշտ ես ասում, բայց դա տրամաբանական շարունակություն ունի, գործողության մեջ է երևում այդ քո ուզելը։ Գործողությունը, տես, վերցնեմ իմ մասնագիտությունով քեզ փորձեմ նկարագրել։ Ես ուզում եմ այս դերը խաղամ։ Ուզում ես, տվեցին քեզ, տվեցին, ես հիմա պիտի մտնեմ կերպարի մեջ, այսինքն ես պիտի հասկանամ, գիտակցեմ ինչ եմ խաղում, նոր հետո երրորդը գործողությունն է բեմում։ Բայց կարող է գործողությունը քեզ բերի անկման։ Չի, այ կբերի անկման, եթե գիտակցությունը չլինի։ Այդ մեջտեղը, եթե գիտակցությունը, հասկացողությունը չլինի, որովհետև մարդկանց 80%-ը անում է։ Եկեղեցի գնում են, ուզում են գնան, որովհետև լսել են, գնում են, քայլ են անում։ Փոխակերպումն է ամենակարևորը։ Ապրես, ինչպես ես փոխակերպվում, երբ որ դու ընդունում ես, գիտակցում ես, երբ որ մտնում ես, երբ որ ասում ես այո, ես պիտի փոխվեմ, գիտակցում ես։ Իսկ դու սա շատ հետաքրքիր ու խորն է ու անպայման կուզեի որ կոմենտներում ամեն մեկը գրեր կարծիքը։ Ոնց կարաս Բայց դու հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Ոնց չեմ հասկանում, դու ասում ես գործողությունը դրա անբաժան մասն է։ Դու ասում ես գիտակցություն։ Դա դրանից հետո է գործողությունը։ Մենակ հենց այս ամեն ինչի մեջ կանում է տղամարդու եւ կնոջ ֆենոմենալ տարբերությունը եւ դրա այդ մեկտեղ մի ամբողջն է։ Ես հասկացա, լսի, ես հասկացել եմ։ Մենք շատ դեպքերում ժամերով կարող ենք իրար հետ վիճել,
ասում է, երբ որ ջուրը այն երման աստիճանի վրա է, ինքը շատ օգտակար է, չէ՞, բայց չես կարող այդ բլբլթացող վիճակում լցնես ու խմես քո սիրելի թեյը, լեզուդ կվառվի, ձեռքդ կվառվի, ինչ որ մի բան կլինի։ Մենք երբ որ այդ բլբլթոցը անցնում է, հասկանում ենք, որ երկուսս նույն բանն ենք ասում, ուղղակի ես սենց էի ասում, լսի, ես հասկացել եմ, ասում։ կինը այդ գիտակցումը մի քիչ թույլ է իր մոտ։ Ինքը միանգամից գործողությունն է։ Միանգամից գործողությունն է։ Հիշի, բայց ընդհակառակը գործողությունը դա տղամարդունն է։ Լսի, այդ գործողությունը կինը ուղղորդում է, իսկ գործումը կինն էլ է տղամարդը։ գործողություն անում, տղամարդն էլ է գործողություն անում։ Եթե նայ, եթե կինը չուզի, տղամարդը երբեք չի գործի։ Ընդհանրապես այս աշխարհում տղամարդը ինչ որ անում է, այս աշխարհում ինչը որ մենք տեսնում ենք, շենքերը ամեն ինչը անում է, կնոջ համար։ Ես դրա հետ չեմ վիճում։ Չես վիճում, այս ֆոտոսպես չհամաձայն չեմ, արդեն չեմ վիճում, ես բազմիցս անգամ դրա մասին բացել եմ։ Ընդամենը, ասա տենց է, մի հատ տաս, մի հատ բարձ, մի կտոր հաց ու պանիր, ասես այնտեղ մնա, եթե կին կողքը չլինի, քրան ոչ մի բան էլ պետք չի։ Այսինքն այս աշխարհում ընտանիք ստեղծողն էլ քանդողը դա կինն է, ու երբ որ կինը սկսում է գիտակցել այդ իր ուժը, սկսում է հասկանալ, թե ինչքան կարևոր է, թե ինքը իր տղամարդուն ուր է ուղղորդում, ինչ նպատակ է դնում, ինչքանով այլի է կան ամենակարևոր կետին հավատում, որ այս տղամարդը, այո, հենց այն տղամարդն ով որ իրան կդարձնի երջանիկ, այդ տղամարդը, այն որ ասում ասած ուղղակի այսենց է տղամարդը գնում է։ Նույնիսկ մեքենա վարելուց շատ դեպքերում դու ինձ ասում ես, այդ ոնց է լինում, որ դու ամեն ինչը տեսնում ես, մենակ ուղիղ իմ գիծն եմ տեսնում, այո, տենց է։ Կինը ավելի տեսնում է ընդհանուր պատկերից, տղամարդը տեսնում է նպատակը։ Դրա համար, երբ որ մեզանից յուրաքանչյուրը, ես որպես կին, դու որպես տղամարդ, մենք սկսենք այդ ամեն ինչը գիտակցել, հասկանալ, չմրցել իրար հետ, այլ փորձել լինել մեկ ամբողջ, որն է մեր երջանկության գրավականը, որ մեր մոտ եսը չի, մեր մոտ առաջնային մենքն է։ Ու այդ դեպքում հավատացեք, բաժանություններ չի լինի, ու բաժանություններ չի լինի ոչ թե նրա համար, որ մենք պետք է ուղղակի ապրենք, որովհետև պետք է ընտանիք լինի, երեխաներ, այլ չի լինի, որովհետև դուք ձեզ կզգաք որպես մարդ, լիարժեք, հասկացված, ընդունված տղամարդու կողքին։ Նա ծափարություն էր ինձ։ Սիրուն ասեցի սա։ Դու քեզնից գոհ ես։ Հա։ Շատ լավ է։ Իհարկե ներդաշնակության մասին ես խոսում։ Ինչ է ներդաշնակությունը քո համար։ Որ ամեն մեկ իր տեղում է։ Իր տեղում ու իր ֆունկցիայի կրողն է։ Որն է կնոջ տեղը տանը։ Կնոջ տեղը։ Տան ջերմությունն ապահովել։ Ինչպես կինը պետք է ջերմություն ապահովի, երբ տղամարդը չի տալիս։ Մեծագույն սիրով։ Ինչպես։ Տղամարդը չի տալիս էլի կնոջ պատճառով։ Կինը այնքան մեծ գործոն է տան մեջ։ Կինը պիտի այդ հարցը լուծի, այդ կնոջ հարցն է սեր տալը։ Ստոպ, շատ դեպքերում, երբ որ ես սկսում եմ սենց մեծ խոսել, ինձ ասում են, ահա, դե քո ձենը տակ տեղից է գալիս, քեզ ինչ կա, բայց երբ որ այդ դիմացի տղամարդը էլ ինչ սիրո մասին է խոսքը, ինչ ներդաշնակության մասին ասում է, եթե լսի, այդ տղամարդը օթից չի սենց դարել, հասկանում ես, այդ տղամարդը սովորական առանց մշակած ոնց որ կավ լինի։ Այսինքն մենք ձեզ պետք է մշակենք։ Այո։ Мой не отшлифованный бриллиант։ Այո, կինը այն մուսանա, որ տղամարդը այդ մուսայով առաջ է գնում։ Դու ինչքան անթերի լինես քո սիրո մեջ, այնքան ես ավելի գեղեցիկ ստեղծագործություն կգծեմ։ Մեկը մյուսի հետ կապ ունի։ Տղամարդը ինքը ֆունկցիան ուրիշ է։ Այս կյանքում տղամարդու ֆունկցիան ուրիշ է։ Պահել, պահպանել այդ գանձը, այդ սերը, այդ ջերմությունը, այդ խաղաղությունը, այդ ներդաշնակությունը, մայրության բերկրանքը։ Որովհետև հենց ասացիր մայրության մասին, իզուր չէ, որ Աստված հենց այդ ունակությունը, պարգևը տվել է կնոջը, ծնելու, կյանք տալու։ Այդտեղ կա շատ կարևոր մի միտք, այսինքն եթե մենք ունենք այդ հնարավորությունը, շնորհը կյանք տալու, ծնելու, դա ամեն տեղ է աշխատում, դա մենակ երեխա ծնելու մեջ չէ, այսինքն նշանակում է դու քո ներսում սրտի մեջ ունես այդ լույսը կյանք տալու, այսինքն ոնց որ եկել է այս մարդը, չգիտեմ, մոլորված է, ջղայն է, դժբախտ է, կյանք տվեք ձեր տղամարդկանց, հավատացեք իրանց։ Այսինքն դու եկար այդ համաձայն ես։ Ես եկել էի։ Համաձայն ես դրան։ Ես էլ եմ համաձայն դրան, ու ես դրանից վատ չեմ զգում։ Շատ դեպքերում տղամարդիկ դրանից վատ են զգում, որ իրանց ասում են, որ
կինն է տան մեջ, այդ սիրո, խորհրդանիշը, ջերմության, խաղաղության։ Չգիտես ինչի իրանք դրանից վատ են զգում, բայց դա նորմալ է։ Ինչ ես կարծում, որն է պատճառը, որ շատ դեպքերում ոնց որ տղամարդիկ, հատկապես հայ տղամարդիկ վատ են զգում, երբ որ ասում են դե մի հատ օրինակ կնոջս հետ խոսեմ, ասենք դե ոնց կինս կուզի, այսինքն երբ որ իրանց կնոջ կարծիքը հաշվի են առնում, իրանց մոտ կա տպավորություն, որ այդտեղ իրանց տղամարդու ոնց որ եսը, ուրեմն ինքը Տես, կանայք չգիտեն աշխատել տղամարդու հետ։ Հաշվի չեն առնում հայ տղամարդու գենետիկան։ Իրենք վերցնում են եվրոպական չափանիշները, իսկ աշխարհը բազմաբևեռ է։ Բայց դու գործ ունես հայ տղամարդու հետ, գենետիկորեն եկած, իր բոլոր կոմպլեքսներով, հայ տղամարդը հեշտ տղամարդ չի։ Հեշտ տղամարդ չի, բայց դու դրա հետ գործ ունես, հայ աղջիկը կինը, հայ տղամարդու հետ գործ ունի։ Ու երբ որ այս գլոբալիզացիայի դարաշրջանում, այս ամեն ինչ էս արագ-արագ զարգացվածության դարաշրջանում ինքը սկսում է միանգամից թելադրել ու պահանջել ու ազատության տենչալ ու ասել ես հավասար ենք, այդտեղ տղամարդու բոլոր ձիոդները խփում է շատ արագ։ Ոնց դու աշխատեցիր իմ հետ։ ոնց Ոսկերչական ճշգրտությամբ ու հանգիստ չէ, ասենց համբերատար։ Այո։ Համբերատար։ Հայ տղամարդու հետ պիտի համբերատար լինել։ Համբերատար, որովհետև ինքը քեզ կվճարի դրա դիմաց իր խոնարհությամբ, սիրով ու հավատարմությամբ։ Օրինակ քո կարծիքով այն 3 կարևորագույն կետերը, որոնք հիմք են հանդիսացել հենց մեր ընտանեկան հարաբերություններում։ Քո համբերությունը, Համբերություն։ քո համբերությունը, իմ փորձառությունը, որովհետև ես ինչքան էլ դա համարենք, ես լավ ամուսնական եւ Լավ չէ, շատ լավ ու շատ պես սիրային շատ լավ փորձառություն եմ անցել համեմատական կարգով։ Դա էլ շատ օգնեց։ Այսինքն համբերություն, քո անցած ճանապարհը։ Իմ անցած ճանապարհը շատ Եվ օգնեց։ երրորդը։ Եվ երրորդը Աստված ինձ ու քեզ շատ է սիրում։ Աստված բոլորին է սիրում։ Կան այդպիսի մարդիկ, չէ, տես, սենց քեզ ասեմ, կան մարդիկ այնուամենայնիվ, ոնց որ ես իմ 3 աղջիկներին էլ սիրում եմ, բայց կա տան մեջ մեկը, որը մի քիչ լկստված է։ Տենց երեխեք կան։ Տենց երեխեք կան։ Ես չեմ ուզում տես ասեմ, որ ես մեկից առավել եմ։ Տենց երեխեք կան տանը։ Ու տենց էլ ինձ թվում է Աստծո մոտ։ Միգուցե հակառակն է այդ դեպքում։ Գիտես ինչ եմ մենք ենք իրան շատ վստահում։ Այս ժամանակ ես քիչ չէի հասկանում։ Հա, բայց դու չէիր հասկանում, բայց չէր նշանակում, որ չկար դա։ Մանո, ես այնքան հեշտություններ եմ իմ կյանքում արել։ Այդ ինձ ես հիմա դու ասում։ Չէ, դու բաներեկասկի չգիտես էլ։ Ու ես գիտես ինչի վրա են ինձ բռնել, որ դրանցից յուրաքանչյուրը կարար իմ կյանքում լիներ ճակատագրական սխալ եւ իմ ընտանիքի փլուզման, բայց չգիտես ոնց, ավելի ճիշտ արդեն գիտեմ։ Ավելի ճիշտ գիտեմ։ Անընդհատ ինձ Աստված պահել է։ Ես ոնց կարամ չասեմ, որ Աստված ինձ շատ ասում, կարամ ասեմ։ Կարամ ասեմ ու ես ասում եմ, ու թող յուրաքանչյուրն էլ իմ նման ասի։ Երբ որ մենք ամուսնանում էինք ու բնականաբար ոնց որ նոր ասեցիր, դու ունեի շատ հետաքրքիր, ճակերտավոր հետաքրքիր անցյալ ու նորմալ է, երբ որ յուրաքանչյուրս որոշում ենք կայացնում ընտանիք կազմել, ուզում ենք սիրուն, մաքուր էջից, ոնց որ այդ հեքիաթներում, ոնց որ ժուրնալներում ամեն ինչ սիրուն է, բայց ոչ միշտ է մեզ կյանքը առաջ բերում են ամեն ինչի, ոնց որ մենք պատկերացնում ենք, ու դու այդ քո ամբողջական բուրն անցյալով ինձ շատերը հարցնում էին, օրինակ դու չես ուզում ամեն ինչ սկսել նոր էջից, ես չէի հասկանում, ասում էի, այդ նոր էջը ո՞րն է, դե այս տղան ամուսնացած բաժանված է, արդեն երեխա ունի, էս կա, ու մեր ամուսնական տարիների ընթացքում ես հասկացա, թե ինչքան է ինձ օգնել քո փորձառությունը, որ ես վստահ գիտեի, եթե կար ժամանակ քո մոտ X այսինչ խնդիրը դու ոնց էիր լուծել, հիմա իմանալով, որ այդ խնդիրը սենց լուծելով ուր է գնալու, դու անում էիր մեկ ուրիշը։ Այսինքն այդտեղ գալիս է մի շատ կարևորագույն կետ։ Այն ինչ որ ձեզ տրվում է, որը որ այդ պահին ձեզ համար թվում է, որ դա սխալ է, չգիտեմ, մարդիկ ասում են սենց, անենց, հասկացեք, դա շատ անհատական է, ու դու ես որոշում դրան վերաբերվել լավ, թե վատ, դու ես որոշում, որ այդ խնդրը, որը եկել է քո կյանք, քեզ եկել է ինչ-որ բան սովորացնելու, թե եկել է, որ քեզ պատժելու, որովհետև ինձ թվում է մենք ենք
մեզ պատժում, մենք ենք որոշում յուրաքանչյուր ինֆորմացիա, որը մեր կյանք գալիս է, դա լավ է, թե վատ, ու մենք միշտ պետքա կարևորագույնը պատասխանատվությունը վերցնենք ինքներս մեր վրա ու հասկանանք, որ առաջին հերթին այս կյանքում ամեն ինչ սկսվում է մեզանից, աշխարհը սկսվում է մեզանից, մեր զգացողություններից, մեր վերաբերմունքից, թե ես ինչպես եմ վերաբերվում, այլ ոչ թե սա քոն ինձ ինչպես է վերաբերվում, դու ես ինձ ավելի շատ սիրում, թե ես եմ քեզ աշխարհը սկսվում է մեզանից, աշխարհը սկսվում է իմ քո տիրոջ փող շահավետ համագործակցությունից, մեր, թե ինչպես ենք մենք հարաբերվում։ Փող շահավետը փող բառը չի, այսինքն ձեր երկուսի կատարած աշխատանքից։ Իմ աշխարհը սկսվեց դրանից, ճշմարտությունը ճանաչողություն։ Ինձնից մենակ չի։ Քեզանից։ Ումով սկսեցի փոխվել։ Դե հենց է։ Որ հորը ճանաչեցի։ Այո, բայց ո՞նց ճանաչեցիր։ Փոխվելով։ Այդտեղից սկսվեց։ Որ պետք չէ ասել դու ինձ տուր այս ես եմ ուզում, այլ պետք է գնալ դրան։ Դու երբ որ գնում ես այդ գործողության մեջ ես արդեն, որտեղ ինքը կա։ Ինքը կա ու բոլորիս համար պատրաստ է ամեն ինչ տալ։ Աստված հենց սերը։ Այսինքն հենց դրանից է, երկուսիս համագործակցությունից է սկսում։ Ես դրա կողմնակիցն եմ, բայց հարգում եմ նաև քո կարծիքը։ Այսօր նա լսում էի գալուց Պյոտր Մամոնովին, շատ իդեպ խորհուրդ եմ տալիս, այդ անազգանունը գրեք, լսեք իր հարցազրույցները, հարբեցողից, ռոք արտիստից, նարկոմանից դառել է մեծագույն քարոզիչ իմաստուն մարդ, շատ աստվածա խոնար։ Ինչ էր ասում։ Ասում է 3 բառ կա, չէ, որ երրորդություն հույս, հավատ, սեր։ Ինքը դրան 2 բառ էլ ավելացրեց, ասեց, որը էլի շատ կարևոր են։ Հույս, հավատ, համբերություն, ներողամտություն, սեր։ Այո։ Այ իմ ու քո ընտանիքը դա է պահել նաև։ Հույսը, հավատը, համբերությունը, որը քո կողմից է եղել, ներողամտությունը երկուսիս ու սերը անընդհատ։ Ու ես նույնն եմ ուզում ասեմ մեր ջահելներին։ Համբերություն, աշխատանք։ Այո։ Աշխատանք, փորձառություն, ձեր ուզած տղամարդը միանգամից չի ծնվում, նրան պիտի կերտեք, նա կարա լինի ընդհանուր, որպես սեր Աստված տալիս է քեզ, բայց տալիս է, որ դու իր հետ աշխատես, ոնց որ Աստված քո հետ է աշխատել։ Մեկը մյուսի հետ պիտի աշխատեք, դա ոնց որ երաժշտական գործիքն ու երաժիշտը։ Մեկը մյուսի հետ, եթե չաշխատես, չես կարա դու գործիքին տիրապետես միանգամից, կամ միանգամից ուզես, որ ինքը, չգիտեմ, քո համար Բեթհովեն նվագի կամ ասենք Արամ Խաչատրյան։ Ես կարծում եմ սա է խնդիրը, համբերատար։ Ինչպես երաժշտության մեջ յուրաքանչյուր գործիք ունի իր կատարյալ եւ ֆենոմենալ հնչողությունը, բայց թե ինչպիսի հնչողություն դուրս կգա այդ գործիքից, կախված է թե ով է այն նվագում, ինչպես է այն նվագում եւ ինչպես է զգում այդ գործիքը եւ մեր կյանքն էլ մարդիկ էլ հենց այդպիսի գործիքներ են եւ շատ կարեւոր է քո ձեռքերում այդ տվյալ գործիքը ինչ հնչողություն ունի եւ ամբողջ հարաբերությունների ֆենոմենը կայանում է ոչ թե նրա մեջ, որ մենք նույն ենք, այլ կայանում է նրա մեջ, որ մենք տարբեր ենք եւ այդ տարբերության մեջ մենք ամբողջական ենք։ Իսկ մեր ընտանեկան հարաբերությունների գաղտնիքը, եթե մի նախադասության մեջ փորձեմ ամփոփել, դա այն է, որ մեր հարաբերությունների մեջ միշտ առաջնային եւ մեծը menքն էր, այլ ոչ թե ես։ Հարգելի տղամարդիկ, տեսեք, երբ որ դուք ձեր կողակիցին ընտրում եք, դուք տեսնում եք, չէ՞, այդ աղջկան նստած, խնամված, գեղեցիկ, լուսավոր։ Ու երբ որ տանում եք տուն, ստիպում եք փոխվի։ Բայց դուք սիրել եք այն խնամված աղջկան, այն գեղեցիկ աղջկան, որը մի փոքր էլ ձեզ հետ համաձայն չէր։ Այդ դա պիտի պահեք, որ սերը երբեք չվերանա, որովհետև դուք սիրել եք նրան, ով ձեր նման չի։ Սրա մասին է խոսքը։ Լավ, փակենք արդեն, ես կարծում եմ, որ առաջի հաղորդման համար, պատկաստի համար բավական է։ Մեր պատկաստի շրջանակներում լինելու են հյուրեր, որոնցից մենք պիտի սովորենք առաջին հերթին, ու նաև փորձենք ինչ-որ բանով օգտակար լինենք մեր հանդիսատեսին, մեզ նայողներին, ու ես կարծում եմ, այսպիսի զրույցներն էլ ուղղակի որպես ամուսիններ, կարծում եմ 1-2-ի համար օգտակար կլինեն։ Ինչ ես կարծում։ Շնորհակալ ենք բոլորիցդ, որ ձեր կյանքի պատասխանեցիր։
Շնորհակալ ենք բոլորիցդ, որ ձեր կյանքի թանկ ժամանակը հատկացրեցիք, լսեցիք մեզ։ Հուսամ, որ թեկուս մեկ հոգի ինչ որ մի կարևորագույն միտք, կարևորագույն խորհուրդ կարողացավ իր կյանքի համար վերցնել այս ոդկասթից։ Հաղորդումը կոչվում է «Երբ սերն է պակասում», բայց եկեք բոլորս միասին հասկանանք, որ սերը երբեք չի պակասում։ Սերը միշտ կա եւ այն մեր սրտում է։ Սխալ ասեցի, սերը պակասում է։ Չի պակասում։ Պակասում է, եթե դու, հա? Չի պակասում։ Դե լավ, չի պակասում։ Չի պակասում։ Պակասում է, Չի պակասում։